Պարոն Գացյան, օրինակ ցուցակում կա։ Ձեզ ինչու պետք է ընտրի օրինակ քաղաքացիական պայմանագրի անդամը կամ ձեր կուսակիցները, ինչ արժանիքի համար ձեզ պետք է ընտրի։ Նախ կարծում եմ, որ քաղաքացիական պայմանագիր կուսակցության ցուցակում բոլորն էլ արժանավոր մարդիկ են, այս կամ այն կերպ այս ընթացքում ծառայություն են մատուցել եւ Հայաստանի Հանրապետությանը եւ ակտիվ ներգրավված են եղել կուսակցական աշխատանքներում։ Ես եւս կուսակցության հիմնադիր անդամ եմ, կուսակցականի կարգավիճակով աշխատել եմ Արմավիրի քաղաքապետ, կարծում եմ վատ չեմ աշխատել որպես Արմավիրի քաղաքապետ, հետո կարճված աշխատել եմ Արմավիրի մարզպետ, հիմա էլ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունում եմ աշխատում։ Սա եւ աշխատանքի գնահատականը կարելի է լինել, համարել եւ նաեւ նախկինում իմ ստանձնած առաջնորդության process-ի շարունակություն, այսինքն քաղաքացիական պայմանագիր կուսակցության պատվիրակները կուզեն, որ ես լինեմ առաջնորդների այն ցուցակում, ովքեր առաջիկա ազգային ժողովի ընտրություններում կուսակցությանը կառաջնորդեն դեպի հաղթանակի։ Կարծում եմ այդ տրամաբանությամբ ես առնվազն այդ հարցերը բոլորը քննարկման ենթակա հարցեր են, ես չեմ կդժվարանամ հիմա պատասխանել, որովհետև եթե 2 տարի առաջ ասեին օրինակ ես նախարարի կարգավիճակում տեսնում եմ, այդ ժամանակ էլ էլի չէի պատասխանի։ Ոչ, տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի պաշտոնը ինքը հետաքրքիր պաշտոն է Հայաստանի Հանրապետության նաեւ ծանր Հայաստանի Հանրապետության ենթակառուցվածքներին եւ ոչ միայն ենթակառուցվածքներին մեր նախարարության համակարգման ոլորտում պետության համար կարևոր բազմաթիվ ոլորտներ են եւ ես ուրախությամբ եմ կատարում իմ աշխատանքը նաեւ այս կարգավիճակով։ Այս նոր ներդրվածը հանդիմանները կարելի լինի այլ կուսակցությունների։ Գրեթե բացառում եմ, որովհետեւ սա ժողովրդավարության օրինակ է, եթե սա ցանկություն ունենային կուսակցությունները, ապա նախկինում 90-ականներից սկսած դաշտը բացել եւ իրեն կարող են այս մեխանիզմը ներդնել, հաշվի առնելով այն հանգամանքը, որ բազմաթիվ կուսակցությունների ցուցակ գրել են եւ գրում են 1-2 հոգի մի աշխատասենյակում փակված, ես գրեթե բացառում եմ, որ առնվազն խոշոր կուսակցությունների մասով այսպիսի որոշում կայացնեն, սա քաղաքացիական պայմանագրի բնորոշ որոշում է։ Եվ իմիջիալոց ես կարծում եմ նախորդ շրջանում մեր քաղաքական հաջողությունների զգալի մասը պայմանավորված է եղել այն թափանցիկությամբ, այն ժողովրդավարությամբ եւ թիմը միմյանց հանդեպ են վստահությամբ, ինչի ականատես է նաեւ այսօր ենք այս process-ի արդյունքում։ Եվ ընդդիմադիրների կողմից կա մեկնաբանվեց, որ առաջիկա ընտրություններից առաջ իշխանությունների ձեռամբ փորձ է արվում ճնշումներ բանեցնել, ինչպես կմեկնաբանեք այս խոսակցությունը։ Խայտառակ ձայնագրությունները իր բովանդակությամբ խայտառակ, որովհետև 2025 թվականին, 2026 թվականին Հայաստանի Հանրապետությունում կներեք իմ արտահայտության համար, բայց ձայնագրությունից պիտի մեջ բերեմ, հայոյանք դնելով քաղաքացուն ընտրության տանել պարտադրելը դա սրիկայություն է, ապա քաղաքական է եւ հանցագործություն է եւ դա պետք է արժանանա գնահատականի եւ իրավական եւ քաղաքական։ Տեսել եմ նաեւ այն մեկնաբանությունները, որ ընդդիմադիր դաշտը անում է թե ընդամենը քարոզչական process է եւ մարդկանց քարոզարշավ են արել, ես կարծում եմ, որ այդ ձևի քարոզարշավ, հա, այդ բառապաշարով, այդ մեխանիզմով ձայնագրության մեջ ասում եմ ես կանգնած նայում եմ ով ընտրեց, մի քաղաքացու ասում են կգնաս կընտրես, ես քո հետևից կմտնեմ կտեսնեմ, օրինակ պարոն Մեխակյանի քվեաթերթիկը կա այդ արկղի աղբարկղի մեջ թե չէ, այսին հստակ ուղղորդող process է ամենավատ ձևի լկտիությամբ եւ հայոյանքներով ամենված, բայց ես նաեւ ուրախ եմ այն առումով, որ վաղարշապատին մինչեւ ձայնագրություն, ձայնագրություն պետք չէր վաղարշապատություն հասկանալու համար ինչն է ընդդիմության էությունը վաղարշապատում եւ ինքը ընդդիմությանը արժանի պատասխան տվել է եւ հիմա ընդամենը ընդդիմադիր ավական ու կարգավիճակով իրենք հնարավորություն ունեն առնչվել համայնքային կյանքի հետ, իսկ պատկերացնում եք, եթե այդ մարդիկ դառնային իշխանություն։ Բայց օրինակ ասում եք, այդպես է կարտահայտում, որ Սամվել Կավատերյանի ղեկավարած ուժը Հայաստանն է, Հայաստանում վստահ են, որ իրենք են մեծամասնություն կազմում։ Ընտրության արդյունքները ցույց կտան 2021-ին էլ Ռոբերտ Քոչարյանն էր վստահ, որ իշխանություն ինքն է կազմելու, տեսանք արդյունքը, ընդդիմությունը վաղարշապատում էր վստահ, որ իրենք են լինելու իշխանություն, այնտեղ էլ տեսանք արդյունքը 2018-ին էլ Սերժ Սարգսյանն էր վստահ, որ երրորդ ժամկետը կհաջողի իր մոտը դրա արդյունքն էլ տեսանք 2026 թվականի ընտրություններին մենք գնում ենք հաղթելու տրամադրվածությամբ, որովհետև մեր
թիկունքում եւ արված աշխատանք կա եւ ամենօրյա ինտենսիվ շփումներ կան բնակիչների հետ, չկա այլ քաղաքական ուժ, ով ավելի մեծ ինտենսիվությամբ է շփվում բնակիչների հետ, քան քաղաքացիական պայմանագիրը դիմերում, տեղերում, կառավարությունում, ազգային ժողովում եւ մեզ այդ շփումների վստահությունը ցույց է տալիս, որ մենք գնում ենք ընտրությունները հաղթելու ճանապարհով։ Այն ճանապարհը, որը 2021-ին Հայաստանի Հանրապետությունում եղավ, 2018-ին Հայաստանի Հանրապետությունում եղավ, նախորդ տարի վաղաշաբաթում եղավ։ Մամուլի տեղեկությունները բան Խուդացյան, այդ բարձրաձայնագրությունների վերհանելու կամ դրա քավորը Արգիշնի Մեխակյանները, դուք եւս ակտիվ ներգրաված եք այդ ընտրություններում, հնարավոր է ձեր փոխանցել։ Պարոն Մեխակյանին ես եմ ուղարկել ձայնագրությունը, առնվազն իր ռեակցիայից հասկացել եմ, որ ինքը այդ ձայնագրությունը չէր տեսել, ես էլ ձայնագրությանը ծանոթացել եմ մամուլով, ինձ ճիշտն ասած ընտրություններից հետո հետընտրական էս հարցերը այդքան էլ չեն հետաքրքրում, ես էլ պարոն Մեխակյանն էլ զբաղված ենք մեր աշխատանքով, բայց նաև իրավապահ համակարգին շնորհակալ ենք հետևողական աշխատանքի համար, որտեղ այսպիսի դեպքերը կանխելով մենք պիտի հաջորդ ընտրություններին բացառենք նմանօրինակ լկտի, հանցավոր եւ ապաքաղաքական պահվածքը։ Եվ մի բոլորտային հարց, պարոն Խուդացյան, շատ է քննարկվում ամեն դեպքում մոդուլային, այսպես ատոմական կառուցելու համալի վերջ Հայաստանի իշխանությունը ում է առավելություն տալիս։ Որոշակի արդեն պայմանավորվածություն կա, որովհետև Բերսի այցից հետո տպավորություն է, որ հենց Միացյալ Նահանգներին է դա վերապահվել։ Հարգելի գործընկերներ, հարցին մենք հրապարակային ենք պատասխանել եւ ես եւ Հանրապետության վարչապետը, ես նաեւ ներկայացել եմ ձեզ մամուլի ասուլիսի ժամանակ, որ մենք 2025 թվականի ընթացքում ընտրել ենք ինչ տիպի ատոմակայան ենք ցանկանում ունենալ Հայաստանում, դա մոդուլյար տիպի ատոմակայանն է, իսկ ինչ տեսակի եւ ինչ մոդելի ատոմակայան ենք ուզում ունենալ, մենք այդ հարցում չենք շտապում, ուսումնասիրում ենք մեր ունեցած առաջարկները, այդ թվում նաեւ Միացյալ Նահանգների կողմից, բայց ոչ միայն Ռուսաստանի Դաշնությունն է առաջարկ արել։ Մենք ուսումնասիրում ենք բոլոր առաջարկները, որոնք մենք ստացել ենք Միացյալ Նահանգներից, Ռուսաստանի Դաշնությունից, Կորեայից եւ նաեւ Չինաստանից, նաեւ Ֆրանսիայից, որոշում կկայացնենք բազմաթիվ հանգամանքներ հաշվի առնելով, ես կարծում եմ, որ ժամանակակից աշխարհում վտանգավոր ատոմականներ չկան, մասնավորապես այդ երկրները, եթե իրենց երկրներում են տեղակայում կառուցում ատոմականներ, ապա վտանգավորության հարցը օրակարգում չէ, ինչու մոդուլային, որովհետև այն մեզ լրացուցիչ ճկունություն է տալիս կառավարել մեր էներգահամակարգը, նախորդ տարվա ընթացքում արևային կայանների ծավալի էական ավելացումը բերել է նրան, որ մենք շատ հաճախ մեր հիմնական հզորությունները ներառյալ մեծամորի ատոմակայանը ստիպված են եղել իր արտադրողական ծավալից էական նվազ ծավալով էներգահամակարգում պահել, այլ մոդուլային ատոմականը մեզ հնարավորություն է տալիս շատ ավելի ճկուն լինել կառավարման process-ում, ինչը եւ անվտանգային հարց է մեզ համար եւ էներգահամակարգում կայունություն ապահովելու հարց է եւ հենց այդ ընկած մոդուլային ատոմական ընտրելու մեր մտքին։ Պարոն Խուդացյան, դուք խոսում եք ժողովրդավարությունից, բայց բանակում հոգևոր ծառայությունը լուծարվելուց հետո քահանաները ավազանվում են, որ գեներալները միջակայքում են հոգևոր ծառայությանը, իրենց սենյակ կանչելով եւ քաղաքական հարցեր տալով։ Դավանաբանական հարցերում ինչ իրավունք ունեն նրանց միջամտելու եւ մի ինչ ներք ունեն գնդերեսները, եթե չեն ուզում ընդունել եկեղեցու դեմ շարժում։ Նախ այդ հարցի մի հատվածին ինչ վերաբերում է բանակում հոգևոր ծառայությունը կրճատվելուն, պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը պատասխանել է, որ չի կրճատվում եւ սկզբում հրապարակում էր, որ դուրս է գալիս հոգևոր ծառայությունը բանակից, ընդհանրապես կառուցվածքային փոփոխություն է լինում, որը ես կարծում եմ ճիշտ եւ բնական, այսինքն երկու տեղից կառավարում բանակային process-ում եւ առհասարակ ոչ մի process-ում ինքը կառավարման էֆեկտիվ մոդել չէ։ Վստահ չեմ, որ այդ քահանաները, մեղմ ասած վստահ չեմ, որ այդ քահանաները, ում դուք մեջ բերեցիք առանց անունները տալու, իրենք ճիշտ ինֆորմացիա են ասում, որտեղ նախկինում եւս ունեցել ենք ցավոք սրտի բազմաթիվ դեպքեր, երբ որ քաղաքացիները կեղծ ինֆորմացիա են տվել, քահանաները։ Համատարած կեղծ ինֆորմացիա են տարածում։ Չէ, համատարած կեղծ ինֆորմացիա չեն տարածում, շատերը ճիշտ ինֆորմացիա են տարածում, խոսելով եկեղեցու արկա խնդիրների մասին, խնդիրների մասին, այսինքն այնպես չի, որ ամբողջ քահանաները Կտրիշ Ներսյանի քաղաքական գիծն են առաջ տանում, ընդհակառակը կան բազմաթիվ հոգևորականներ, ներառյալ բարձրաստիճան հոգևորականներ, թեմերի առաջնորդներ, եպիսկոպոսներ, արքեպիսկոպոսներ, ովքեր համարձակություն են ունեցել բարձրաձայնել եկեղեցու արկա խնդիրների մասին, եւ ես եւս մեկ անգամ ողջունում եմ
այդ հոգևորականների խիզախ կեցվածքը։ Այսինքն բացառում եք գիտնականների միջամտությունը։ Ես բացառում եմ ապօրինի ցանկացած միջամտություն իշխանության կողմից, մենք այդ խնդիրը չունենք, այդպիսի խնդիր մեր օրակարգում չկա եւ հետեւաբար իշխանության կողմից ցանկացած օղակում կլինի դա թիմեր, կլինի մարզային կառավարություն, թե զինվորականներ, այո, բացառում եմ։ Ահա որպես նախարար ճանապարհների որակը կողմացում եք։ Մենք 2025 թվականի ընթացքում ճանապարհային ցանցի էական բարելավում ենք ունեցել, ներառյալ որակական չափանիշները, արդյոք կատարյալ են կառուցվում ճանապարհները ոչ, որովհետև դրանք ռեսուրսների խնդիր են, բայց նաև շինարարական ընկերությունների եւ առաջին հերթին շինարարական ընկերությունների ռեսուրսների խնդիր են, բայց այն որ այս ուղղությամբ էական դրական առաջընթաց կա, դրա մասին փաստում են նաև քաղաքացիները, պիտի ասեմ, որ մենք նախորդ տարվա ընթացքում շուրջ 3 անգամ ավելացել ենք պետական լաբորատորիայի միջոցով լաբորատոր հետազոտությունների ծավալը, մենք շուրջ 11000 լաբորատոր նմուշարում ենք իրականացրել, պետական միջոցներով կառուցված եւ ճանապարհային դեպարտամենտի պատվերով կառուցված բոլոր ճանապարհներից նմուշարում է իրականացնում պետական լաբորատորիան, այդ մասով ավելի քան 4000 նմուշարում ենք իրականացրել, ինչը եռակի ավել է, քան 2024 թվականին իրականացրածը, մենք ավելացնում ենք նաեւ ճանապարհային դեպարտամենտի կարողությունները, շինարարները ավելացնում են նաեւ իրենց կարողությունները, նոր տեխնիկա, ավելի պրոֆեսիոնալ աշխատուժ եւ մենք գնում ենք ճանապարհային ցանցի յուրաքանչյուր տարի ավելի բարելավման ճանապարհով եւ վստահ եմ որ քաղաքացիները դա նկատում են եւ առնվազն իրենցից ստացած ինֆորմացիան դրա մասին է խոսում։ Քաղաքացիներն ասում են, եթե որակով լինեն, հասարակ աղից, երբ որ ամենքան նամակման այս աշխատանքներով պայմանավորված, չեք քանդվի ասֆալտը։ Ճանապարհային դեպարտամենտը, որի պատասխանատուն նաեւ մեր նախարարությունն է եւ քաղաքական պատասխանատուն առաջին հերթին ես եմ, չի կառուցել գետ 1 կիլոմետր այնպիսի ճանապարհ, որի վրա աղ լցնելուց հետո ճանապարհը քանդվի։ Որ Երևանում քանդվում է դա ինչի մասն է խոսում։ Ես վստահ չեմ, որ Երևանում նոր կառուցված ճանապարհ է քանդվել եւ աղի պատճառով իմիջիալոց մենք նախորդ տարի չգիտեմ նոր կառուցված ճանապարհի մասն է խոսքը թե չէ, բայց մենք նախորդ տարի լավ փորձ ենք ունեցել Երևանի քաղաքապետարանի հետ, նաեւ Երևան մտնող ճանապարհների հիմնանորոգման մասով, գիտեք, դեպի Կորեայի ձորի հայտնի ճանապարհն է նախորդ տարի վերանորոգվել ճանապարհային դեպարտամենտի կողմից, դեպի Զվարթնոց օդանավակայան գնացող ճանապարհն է վերանորոգվել, որը կրկին Երևանի ճանապարհ է, դեպի Աշտարակ գնացող հատվածն ենք վերանորոգել եւ պլանավորում ենք քաղաքապետարանի մեր գործընկերների հետ նաեւ 2026 թվականին համատեղ աշխատանքներ իրականացնել, այսինքն ճանապարհային դեպարտամենտին առաջիկայում կտեսնեք նաեւ Երևանում ճանապարհաշինական աշխատանքներում ներգրաված։ Պարոն Կուտացյան, վարչապետը շաբաթներ առաջ հայտարարեց, որ հեցի հարցով շուկայական արժեքի գնահատման գործընթաց է ընթանում։ Ես ուզում եմ իմանալ, որ ինչ ընկերություն է գնահատում է իրականացնում, ինչ փուլում է հիմա այդ process-ը, ինչ կարող եք այս բանը հայտնել, եւ այդ գնահատումը իրականացվում է, որ սեփականատերերին ինչ որ գին արդեն առաջարկվի վաճառքի համար, թե իշխանությունը արդեն որոշել է գնալ գերակա շահ ճանաչելու ճանապարհով եւ այս գինը որոշվելու է հենց այս նպատակով, որ գերակա շահ ճանաչվի։ Թույլ տվեք ես չմեկնաբանեմ, հանրապետության վարչապետը այդ բանին ունեցած ամբողջ ինֆորմացիան փոխանցել է, եթե այլ հավելյալ ինֆորմացիա տալու անհրաժեշտություն լինի, ապա կամ վարչապետը կամ մեր նախարարությունը կամ պետական այլ գերատեսչություններ կասեն, այս բանի ինֆորմացիան այնպեսին է, ինչպեսին կա, որոշակի աշխատանքային հարցեր կան, որոնց մասին չեմ ուզի այս ֆորմատով բարձրացնել, եթե կուսակցական հարցեր կան կպատասխանեմ։ Լավ, մի հարց է, պարոն Կուտացյան, բայց ոչ Ուրեմն հարգելի գործընկերներ, վերջին հարցը, որպեսզի այս ընդմիջումը չավարտված հասցնեմ վերադառնամ աշխատանքի։ Պարոն Կուտացյան, այն երկաթուղու են հատվածները, որոնք վարչապետը ասում էր, որ ռուսական կողմի վերահսկողության ներքո են եւ եթե իրենք դա պատշաճ ժամկետներում չանեն, մենք կանենք։ Որոշում կա այս հարցում ի վերջո մենք անելու ենք, թե ռուսական կողմից հնչող ազդակները, որ իրենք պատրաստ են անել, թե Հայաստանը քննարկելու է այդ սցենարը։ Հայաստանի Հանրապետության կառավարությունը շարունակում է աշխատանքը ռուսական կողմի գործընկերների հետ, մասնավորապես առաջին հերթին երասխի եւ ախորիկի հատվածում իրենց ներգրավվածությամբ աշխատանքներ իրականացնելու համար։ Ես նախորդիվ ասել եմ, որ իմ տպավորությունը այնպեսին է, որ առնվազն այդ երկու հատվածների մասով մենք որոշակի ըմբռնում ունենք ռուսական կողմի հետ եւ որոշակի պայմանավորվածության կհանգենք, կարծում եմ առաջիկա օրերին դրա պատասխանը կունենանք։ Եթե ստացվի այնպես, որ իրենք անեն դա շատ ավելի լավ, կգնանք այդ ճանապարհով,
եթե ինչ-որ հարցեր խանգարեն, չնայած իմ ըմբռնումը այնպեսին է, որ պիտի հարցեր չլինեն, որոնք առնվազն երասխի եւ ախորիկի մասով խանգարեն, այդ դեպքում, եթե այդպիսի հանգամանքներ լինեն, Հայաստանի Հանրապետության կառավարությունը ինքը կվերականգնի նշված հատվածներում երկաթգիծը, որտեղ դա ապաշրջափակման տրամաբանության կարևոր կետերից մեկն է, ինչի ուղղությամբ մենք շարժվում ենք։ Ռուսական կողմն է ներդրում անելու։ Եթե իմ ասած առաջին տարբերակով լինի, այո։ Այսինքն իրենք պատրաստակամություն հայտնել են կոնկրետ Իմ ունեցած տպավորությունը, որը ես ստացել եմ աշխատանքային process-ների արդյունքում, մենք մոտ ենք այս հարցով պայմանավորվածություն ձեռք բերելուն, այս քանի որ խոսքը երկու կողմերի մասին է, թույլ տվեք ժամանակից առաջ չընկնեմ եւ երբ որ գա պահը դրա մասին հայտարարելու կհայտարարվի, եթե կանի ռուսական կողմ, ապա կանի ռուսական կողմը, եթե չէ, կանի Հայաստանի Հանրապետության կառավարությունը։ բանակցությունները դուք եք վարել։ Բանակցություններում ներգրաված է նաև տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունը, իմ տեղակալ պարոն Սիմոնյանը, որ համակարգում է տրանսպորտի ոլորտը, ինքը ակտիվ քննարկումներ ունի Ռուսաստանի գործընկերների հետ այս մասով երկաթուղու գործընկերների նկատմամբ։ Պարոն Կուտասյան, իսկ մյուս մասերով, վարչապետի նշած մյուս հատվածներով, որոնք եւս նույն հետապաշրջապատման Իմ նշած հատվածների մասով է բանակցությունները ռուսական կողմի հետ, մյուս հատվածների մասով տարբեր լուծումներ կան, բայց հարգելի գործընկերներ, այս ֆորմատը այն ֆորմատը չի, որտեղ կուզեմ խոսել։ Հարցեր ու վերջ։ Բանակցությունները մեկնարկեցին են, բանից հետո երբ վարչապետը հայտարարեց այդ հատվածների վերանորոգման Ես չեմ ֆիքսի վարչապետի հայտարարությունից առաջ է եղել թե հետո, բայց ոչ թե պայմանավորված է հայտարարությամբ, այլ կա անհրաժեշտություն, որի շուրջ հանրապետության վարչապետը ցանկություն է հայտնել հայտարարություն արել եւ հայտարարություն արել, հիմա կդժվարանամ հստակ քիչ տարբերությամբ գուցե լինի։